Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ազգային ժողովը, այն ընտրվում է 5 տարի ժամկետով, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 90-րդ հոդվածով։ 8-րդ գումարման ազգային ժողովը լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին, իսկ հերթական խորհրդարանական ընտրությունն անցկացվում է հունիսի 7-ին։ Սա նշանակում է, որ գործող ազգային ժողովը կարող է շարունակել իր լիազորությունները մինչև օգոստոսի 2-ը, եւ ըստ ազգային ժողովի ժամանակացույցի հունիսի 16-ին մեկնարկելու է դեռևս 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական վերջին քառօրյան։ Մինչ այդ խորհրդարանում քննարկման իրենց հերթին են սպասում նստաշրջանի օրակարգ ընդգրկված մի քանի տասնյակ նախագծեր, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին զեկույցը։ Քննարկումները կմեկնարկեն հունիսի 8-ից։ Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է. Հերթական ընտրության դեպքում նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին։ Ասել է, թե 2026 թվականի օգոստոսի 2-ին սահմանադրությամբ ամրագրված դրույթի համաձայն պետք է տեղի ունենա նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացումը։ Ի դեպ, օգոստոսի 2-ը կիրակի է, բայց խորհրդարանը պարտավոր է կատարել սահմանադրությամբ ամրագրված պահանջը, մեծ զրույցում հաստատեց ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը։ Նա նաև ընդգծեց, ներկա խորհրդարանը կշարունակի իր գործունեությունը, կքննարկվեն նաև նախորդ քվորումի բացակայության պատճառով չկայացած քառօրյայի օրակարգում ընդգրկված հարցերը։ Սահմանադրության 90-րդ հոդվածի հաջորդ կետի համաձայն, եթե մինչև գործող ազգային ժողովի լիազորությունների ավարտը նոր խորհրդարան չի կազմավորվում, ապա գործող ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է, իսկ նոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված առաջին նստաշրջանի բացման պահին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։